Սուրճ ու սեր առավոտից։ Բարի լույս ու բարի գալուստ հանրային ռադիոյի առաջին ծրագիր, մենք սկսում ենք սուրճ ու սեր առավոտից ռադիո նախագիծը, իսկապես սուրճով եւ սիրով։ Բարի լույս, հարգելի ռադիո լսողներ, Հայաստանում արդեն 9:30 րոպե, դուք լսում եւ դիտում եք սուրճ ու սեր առավոտից ռադիո նախագիծը եւ միասին անցկացնելու ենք մոտակա 1.5 ժամը։ Ես Մարինա Գրեգն եմ, ինձ հետ տաղավարում աշխատում է իմ շատ սիրելի գործընկեր Սևակ Հակոբյանը, կարոտել էի քեզ Սևակ։ Մեկ օր չենք հանդիպել եթերում։ Երեք ինչ-որ դավաճանություններ ուղիղ եթերում։ Երբեք։ Ողջունենք Տիգրանին եւ Լուսինեին, մեր գործընկերներին, ինչպես նաեւ ապակուց այն կողմ աշխատող մեր գործընկերներին, որոնք ապահովում են մեր անխափան եթերը, թե աուդիո տարբերակով, թե նաեւ Facebook-յան հարթակում, եւ սիրով ձեզ էլ հրավիրում ենք միանալ մեր եթերին, ինչպես ամեն օր այսօր եւս բազմա ժանր եւ բազմա բովանդակ եթերը մեզ սպասվում, դե իհարկե լավ երաժշտությունը եւ կարեւոր տեղեկատվությունը միշտ էլ ներկայացնում ենք։ Այո, անպակաս է այդ ամենը, իհարկե բարձր տրամադրություն, դրական լիցքեր եւ բնականաբար ձեզ տեղեկություն ենք հայտնում պարբերաբար ավտոճանապարհների խցանումների մասին, տարադրամի փոխարժեքի մասին, ինչը եւս շատ կարեւոր է ու հաղորդման երկրորդ հատվածում ունենում ենք հյուր օրվա թեմայի հետ կապված։ Ժամը 10-ին ռադիոլուրի մեր գործընկերը մեզ կմիանա եւ հենց մեր տաղավարից կներկայացնի վերջին ժամի գլխավոր նորությունները, կարեւոր լուրերը, այնպես որ տեղեկատվական, ժամանցային եւ երաժշտական եթեր է մեզ սպասվում։ Այո, եւ մեզ կարող եք նաեւ զանգահարել 55 37 02 հեռախոսահամարով, այն այս պահից սկսած հասանելի է ու Facebook-յան live-ը հանրային ռադիոյի Facebook-յան էջում պաշտոնական արդեն հասանելի է։ Կարող եք այս պահից սկսած մեզ դիտել եւ գրել մեկնաբանություններ։ Մենք դրանք կարդալու ենք ամբողջ եթերի ընթացքում։ Այո, այսօր ապրիլի 16-ն է, ժամը արդեն 9:32, մի փոքր մռայլ եղանակ է դեռ այս վերջին օրերին, բայց դրանից մենք ընդհանրապես չենք տխրում, բայց մի փոքր դա նաեւ ազդում է մեր երկացանքի ընտրության վրա, չէ՞։ Այո, եւ քանի որ այսօր ապրիլի 16-ն է, իսկ Հայաստանում այսօրը նշվում է ոստիկանության աշխատողի աշխատակիցների օրը, մենք ուզում ենք շնորհավորել ոստիկանության բոլոր աշխատակիցներին, սա ձեր մասնագիտական տոնն է եւ առավոտյան աշխատանքի գալիս անընդհատ աչքերով փնտրում էի ոստիկանների, տեսնեմ արդեն սկսել են ծառայությունը, դատարկ էին փողոցները։ Դե լավ, տոնական օր է այսօր։ Չէ, բայց դա շատ կարճ տևեց, երբ հասա աշխատանքի այստեղ վերևից պատուհանից նայեցի, տեսա թե ինչպես են ճանապարհային ոստիկանության աշխատակիցները ժամը 8-ից սկսած արդեն ծառայություն իրականացնում, անկանոն կանգնած կայանած մեքենաների վարորդներին արդեն փորձում էին տուգանել, մի խոսքով բուրըն աշխատանքային օրը սկսված է անկախ տոնից։ Շնորհավորում ենք բոլոր ոստիկաններին, նրանք օրենքի պահապաններն ու պաշտպաններն են եւ առանձնահատուկ կարեւոր է նաեւ հասարակության ճիշտ վերաբերմունքը, չէ, նրանց հանդեպ, այնպես որ ձեզ այսօր տոնական օր ենք մաղթում սիրելի ոստիկաններ, բայց այնպիսի մասնագիտություն եք ընտրել, որ տոնական օրով չեք կարող լինել տանը, քանի որ ոստիկանի գործը 24/7 ռեժիմով է, այո։ Մեզ էլ չեն վերաբերում տոնական օրերը, որովհետև եթե աշխատանքային օր է, մենք աշխատում ենք։ Իդեպ այսօր ChatGPT-ին, նույն ինքը արհեստական բանականությանը հարցրի, ինչպիսին է տեսնում հայ ոստիկանի կերպարը, ինչպիսին է հայ ոստիկանը, մի քանի բան է այսպես ասել, անպայման եթերի ընթացքում կասենք, բայց հետաքրքիր է լսել նաև մեր ռադիոլսողների կարծիքը, ինչպիսին է այսօր ձեզ համար հայ ոստիկանի կերպարը, ինչպիսին եք տեսնում նրանց, արդյոք ըստ ձեզ իրենց ծառայությունը ինչպես որ հարկն է իրականացնում են, թե համակարգում ունենք օրինակ այո, մանավանդ որ մշտապես վերջին տարիներին հատկապես մեծ բարեփոխումներ են իրականացվում համակարգում, բայց սա կարծես այն ոլորտն է, որտեղ միշտ կա բարեփոխելու ինչ որ մի բան, որովհետև մարդկանց հետ է շփումը, ինչպես ասում են, մարդիկ էլ տարբեր կարծիքներ ունեն եւ երբեմն այսպես հակասական են, բայց այսօր մենք բնականաբար օրվա թեմայի վերաբերյալ առավել մանրամասն կզրուցենք, տոնի նախապատմություն եւ իհարկե նաեւ տաղավարում կհյուրընկալենք հենց օրվա գլխավոր հերոսներից մեկին։ Եվ մեր հարցը, այսպես ասած, անմեղ հարց չէ, որովհետև շատ լավ հիշում ենք նախկինում ինչպես էինք պատկերացնում հայ ոստիկանին եւ դրանից հետո ինչ փոփոխություններ եղան եւ ինչ փոխվեց մեր վերաբերմունքի մեջ դեպի ոստիկանությունը եւ ոստիկանության աշխատակիցները, այնպես որ առաջարկում ենք դուք էլ զանգահարեք, ողջունեք ոստիկանության աշխատակիցներին, կամ գուցե եթե դուք հարգելի ոստիկաններ հիմա ծառայություն եք իրականացնում, բայց մեքենայի մեջ եք, զանգեք մեզ, անձամբ շնորհավորենք 55 37 02։ Բարի լույս բոլորին։
լուսաբաց աչքերը բաց, որ մարդիկ տեսնեն Աստված, մոռանան մեղքերն արած, գիշերվա անցած, թող արմեն մոմերն անգած, ինչպես սրտերը մոլորված, որ փնտրում են լուսաբաց, դուրը թող կիսաբաց, լուսաբաց, բաց աչքերը մարդկանց, քեզ սպասում են սրտերը բաց, լուսաբաց, բաց աչքերը մարդկանց, քեզ սպասում են սրտերը բաց, լուսաբաց. Լուսաբացնել լուր կանած, երբ արևն ինձ երևաց, ու փոխվեց ամեն ինչ, չեմ հիշում ես ոչինչ, տխրելու ժամանակ չունեմ, շատ կիսատ երգեր ունեմ, մեկ էլ մեծ էր, որ եկել արևից, ինձ միշտ նայում են վերևից, լուսաբաց, բաց աչքերը մարդկանց, քեզ սպասում են սրտերը բաց, լուսաբաց, լուսաբաց, բաց աչքերը մարդկանց, քեզ սպասում են սրտերը բաց, լուսաբաց. Օրը սկսում ենք ռեինկարնացիայի լուսաբացով, կենթանի կատարում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ եւ այո, եւ այսպես ոգեվորող, չէ, ոգեշնչող կատարում 9:38 մայրաքաղաքում այժմ անդրադառնանք այս ժամին կարևոր տեղեկատվությանը, եղանակ, տարադրամի փոխարժեք, խցանումներ, հատկապես եղանակի վերաբերյալ բավականին շատ է ասելիքը, որովհետեւ այսօր էլ շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ առանձին հատվածներում անգամ ձյան տեսքով. Այսպես հորդառատ լեռնային շրջաններում, ինչպես նաև Լոռի, Տավուշի եւ Սյունիքի նախալեռներում իսկապես ձյուն է սպասվում, Շիրակում, Լոռիում, Տավուշի նախալեռներում, Արագածոտնի, Կոտայքի եւ Վայոց ձորի լեռնային շրջաններում, Գեղարքունիքում, Սյունիքի լեռնային եւ նախալեռնային գոտիներում կդիտվեն ձյան առատ տեղումներ եւ երբեմն դրանց ծածկը կարող է հասնել 30-ից 40 սանտիմետրի ու ավելի։ Հանրապետության հովտային եւ նախալեռնային գոտում, որտեղ առկա է պտղատուների ծաղկում, ցրտահարություններ չեն սպասվում։ Քամին հարավարևմտյան է 2-ից 5 մետր վարկյան արագությամբ։ Մայրաքաղաքում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, իսկ ահավաղը կլինի առանց տեղումների եղանակ։ Իհարկե լավ է, որ առանց տեղումների եղանակ է սպասվում, բայց երբ անցել ես էլի ձմեռային հագուստի, մի տեսակ ճնշվում ես։ Եվ ասեմ, որ այսօր առավելագույնը +13 կլինի Մայրաքաղաքում, երեկոյան +10, գիշերը +6 եւ նաեւ Գագիկ Սուրենյանը թարմացրել է տեղեկություն, ասելով, որ լեռներում զգալի ձյուն է կուտակվել, ցրտահարություններ չեղան, վաղվանից էլ օրերը կտականան։ Ինչ լավ է։ Արտակարգ լավ վերջաբան, այսպես է ավարտել իր գրառումը։ Գագիկ Սուրենյանի երկրորդ անունը կարելի է ավետիս դնել, որովհետեւ վերջին շրջանում անընդհատ սպասում ենք լավ լուրերի եւ տեսեք ճուշացավ։ Նաեւ խոսենք Հայաստանի ավտոճանապարհների մասին, վերջին ժամի դրությամբ Վարդենիս Ճամբարակ քաղաքներում եւ Տաթև Լծեն Աղվանի ավտոճանապարհին ձյուն է տեղում։ Սյունիքի բարձրադիր գոտիներում, Նոյեմբերյանի տարածաշրջանում, Դիլիջանի
ոլորաններում եւ զորական հաղթանակ գյուղերում մառախուղ է։ Ստեփանցմինդալարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Այսօր հիշեցնենք, որ ոստիկանների օրն է, այնպես որ այսպես խցանումների եւ փակ ճանապարհների հետ կապված ոստիկանների հետ առնչվելիս անպայման կշնորհավորեք նրանց, քանի որ սա մասնագիտական տոն է եւ այնպիսի մասնագիտություն, որ այս մարդիկ իրենց տոնը նշում են կրկին աշխատանքի մեջ։ Այո, եւ ես արդեն այսօր հասցրել եմ շնորհավորել մեր առաջին հարկում գտնվող ոստիկանության աշխատակցին ու չգիտեմ ինքը հասկացավ թե ինչ առիթով եմ ես շնորհավորում, որովհետեւ ասացի բարև ձեզ տոնը շնորհավոր, այսպես շփոթվեց։ Չի մտաբերել ինչ է, բայց օրվա ընթացքում կհասկանա թե ինչու եք առավոտ 8-ին մեկը շնորհավորում նրան։ Եվ վերադառնանք Մայրաքաղաքի փողոցներ, որտեղ խցանումային նիշը այս ժամի համար արդեն սովորական դարձած 7-ն է։ Այո, եւ մի քանի խցանված, այսպես ծանրաբեռնված փողոցներ թվարկենք Սայաթնովա Պողոտան օպերայից դեպի Ռադիոտուն եկող հատվածը եւ Ռադիոտան հատվածից դեպի հակառակ օպերա գնացող հատվածում երթևեկությունը ծանրաբեռնված է։ Սախարովի հրապարակի հատվածը դեպի Վարդան Մամիկոնյանի արձան Խանջան շարժվող հատվածում երթևեկությունը բավականին ծանրաբեռնված է։ Վարդանանց Խանջան փողոցների հատման խաչմերուկում հենց նշված փողոցներով ինչպես ասացիր։ Հանրապետության հրապարակի եկող հատվածը Տիգրան Մեծի եւ հակառակ ուղղությամբ հրապարակից դեպի Զորավար Անդրանիկ մետրոյի կայարան գնացող հատվածում կրկին ծանրաբեռնված է երթևեկությունը, նաեւ Խանջանը դեպի այսպես կրկեսիչնող հատվածը խիտ այսպես մուգ կարմիր գույնով է ցույց տալիս քարտեզը, սա նշանակում է, որ երթևեկությունը շատ ծանրաբեռնված է։ Իսակովի Պողոտան չասեմ, հա, որ հատվածից է սկսվել խցանումը, ամբողջությամբ դեպի հաղթանակի կամուրջ ընթացող հատվածը այս պահին դժվար անցանելի է, եթե տարբերակ ունեք աշխատեք շրջանցել եւ այդ կողմով չգնալ։ Եվ այստեղ կանք Աթենքի փողոցը, այո, դեպի հաղթանակի կամուրջ ընթացող հատվածը եւս այս պահին դժվար անցանելի է։ Սա որ փողոցն է մուգ կարմիրով։ Տիչինան եւս դժվար անցանելի է, փաստորեն։ Տերյան փողոցը փոքր կենտրոնում երկկողմանիորեն ծառաբեռնված է Կորյունը, այսպես Տերյանին խաչվող հատվածը խաչմերուկը դες Սարալանջի մասին չասենք։ Ինչպես միշտ, նաև Տիչինա եւ Սեբաստիայի փողոցների հատման խաչմերուկը բնականաբար Սեբաստիան եւս դժվար անցանելի է այս պահին երկկողմանի։ Ես կասկածում եմ, որ Կիևյան փողոցը եւ Կիևյան կամուրջը եւս դժվար անցանելի են այդ պատճառով, որովհետեւ այս պահին նաև Լենինգրադյանն է դժվար անցանելի։ Այո, այս հատվածը բավականին մետրո բարեկամության հատված, վերև բարձրացող, ներքև իջնող բոլոր հատվածներում խիստ կարմիր է, այսպես խիստ ծառաբեռնված է ցույց տալիս երթևեկությունը։ Սիրելի վարորդներ եւ ուղևորներ, զինվեք համբերությամբ, սովորաբար այս ժամերին նմանատիպ իրավիճակ է, մի 20 րոպեից մի փոքր միգուցե թեթևան է։ Այդ լավագույն դեպքում։ Այո, այս պահին նաև Հրազդանի մեծ կամուրջը, սա որտեղ է գտնվում։ Հրազդանի մեծ կամուրջ դժվար անցանելի է, մի րոպե։ Ես պետք է ուսումնասիրեմ։ Լավ, մինչև այդ մենք կարող ենք անցնել առաջ։ Նաև, հա, Հրազդանի կամուրջը փաստորեն Կիևյան կամուրջն է։ Հա, այդպես են ասում։ Ես գիտեի Կիևյան կամուրջը։ Գրված է Հրազդանի մեծ կամուրջ։ Դժվար անցանելի է, հետևաբար Կիևյան փողոցը եւս այս պահին խցանված է։ Այնպես որ սիրելի վարորդներ, ուղևորներ եւ նաեւ ոստիկաններ, միշտ հորդորում ենք ձեզ, եթե այնպիսի խցանում է, որ չի շարժվում ձեր փոխադրամիջոցը, կարող եք մեզ ճանապարհից զանգարել կամ կայանել եւ զանգարել 55 37 02։ Միևնույնն է, շուտ չեք հասնելու։ Մենք շարժվում ենք առաջ բարձր տրամադրությամբ եւ մեր տրամադրությունը բարձրացնում է նաեւ տարադրամի փոխարժեքի մասին տեղեկությունը, որովհետեւ այն անմիջական ուղիղ կապ ունի մեր գրպանի հետ։ Եվ այսպես ըստ կենտրոնական բանկի դոլարի փոխարժեքը 390 դրամ 68 լումա է, եվրոինը 443 դրամ 11 լումա, ռուբլունը 4 դրամ 97 լումա։ Հիշեցնենք, որ մենք ուղիղ եթերում ենք նաև Facebook-յան հարթակում եւ այստեղ մեր ռադիո լսողները արդեն գրոհել են բարի լավ իմաստով մեր մեկնաբանությունների դաշտը։ Էդիկ Բաբուջյանը գրել է. շնորհավորում եմ ոստիկանների օրվա կապակցությամբ, մենք միանում ենք ձեր շնորհավորանքներին։ Աստղիկ Սարվարյանը բարի լույս է մեզ մաղթում
Շարքում, Սիրուշ Աբրահամյանը, բարև ձեզ, շատ լավ թեմա է այսօր քննարկվում, շատ է փոխվել համակարգը, բարելավվել են մեքենաները, շնորհակալություն կառավարությանը, խոսքը ոստիկանության օրվա մասին էր։ Ահա, Էդիկ Բաբուջյանը շնորհավորում է ոստիկանների օրվա առթիվ, Աստրիկ Սերվարյան, հադուսա կարդացիք սրակ եւ Աստրիկ Տեր-Սահակյանն ասում է նոր անցա Կիևյան կամրջով չկար խցանում։ Փաստորեն ինֆորմացիան երևի դեռ չի թարմացվել, որովհետեւ շատ ավելի լավ, թող այս սա միակ լուրն է, որի իսկությունը թող կասկածի տակ դրվի եւ բոլոր ճանապարհները բաց լինեն։ Վատը մտածելով շարժվենք առաջ, որ լավ լինի, ուրախանանք, չէ՞։ Մարկոս Կագոյանը, բարի լույս, շատ հաճելի է առավոտյան լսել ձեզ, սուրճով ու սիրով շնորհակալ ենք, մեզ եւս հաճելի է, որ դուք միանում եք մեզ եւ սպասում ենք կրկին ձեր մեկնաբանություններին եւ գանք օրվա գլխավոր թեմային՝ ոստիկանության օր, Մարինա։ Այո, այսօր ապրիլի 16-ին նշվում է ոստիկանության աշխատակիցների օրը եւ նաեւ մենք իմացանք, որ այսօր հայ կինոյի օրն է։ Այո, դրան եւս կանդրադառնանք ընթացքում, բայց սկսենք ոստիկանության օրվանից։ Այո, ապրիլի 16-ին Հայաստանում տոնում են ոստիկանության օրը եւ 2001 թվականին հենց այսօրն ընդունվել է ոստիկանության մասին օրենքն ու ապրիլի 16-ը օրացույցի մեջ մտել որպես ոստիկանության օր։ Ժողովրդավարական հասարակության կյանքում ոստիկանը վստահության եւ անվտանգության զգացում պետք է ներշնչի։ Ոստիկանի վարկանիշը անմիջականորեն կապված է հանցագործությունների եւ դրանց բացահայտման հետ։ Ոստիկանը հաճախ նաեւ կյանքի գնով մեզ պաշտպանում է օրինախախտից, մեր տները հանցավոր ոտնձգությունից կատարելով իր ծառայողական եւ մասնագիտական պարտքը։ Եվ ամեն օր, ամեն տարի այսօրը երկրի ղեկավարությունը բնականաբար այցելում է ոստիկաններին, լինում են նաեւ պարգևատրումներ, տարվա ամփոփում, այնպես որ վստահ եմ, որ այսօր լրահոսում կլսենք նմանատիպ նորություններ, եւս մեկ անգամ սիրով շնորհավորում ենք բոլոր ոստիկաններին։ Եվ կարծում եմ այս կատարումը հատուկ առանձնացրել է հենց տոնի հետ կապված, տոնի առթիվ, նվիրում ենք բոլոր ոստիկաններին, ոստիկանության բոլոր աշխատակիցներին եւ հետաքրքիր է այս մասնագիտության մեջ նախկին բառը տեղին է, թե ոչ։ Կարծում եմ էլի չէ։ Ողջունենք եւ շնորհավորենք բոլոր այն մարդկանց, ովքեր համակարգում չեն աշխատում, բայց երկար տարիներ աշխատել են եւ ծառայություն են իրականացրել։ Շնորհավորում ենք։ Խոսքը մուր եւ ուրե աչքերում խավարն այրող լուսավորող մի շող այսպիսին եւ ավելին պիտի լինի մեր ոստիկանը հայ մեր անդորն ու մեր ամեն օրն է ձեռքերում քո դու եղիր վստահ մեր կյանքի պահապան սիրտը քո մեր սրտին մոտ ոստիկան իսկական օրենքի մեր պաշտպան ողջ գիշեր ողջ առավոտ ոստիկան իրական մեր կյանքի պահապան սիրտը քո մեր սրտին մոտ ողջ գիշեր ողջ առավոտ կյանքն ուժեղ կյանքն է արժեք հրեշտակներ երկրի վրա քայլող արթուն եւ մեզ հսկող իջնասնիվ փառք ու պատիվ ամեն օրյա հերոսներին խիսախ որ քաջ են ու անվախ այսպիսին եղել ավելին Սրտին մոտ ոստիկան իսկական օրենքի մեր պաշտպան ողջ գիշեր ողջ առավոտ ոստիկան իրական մեր կյանքի պահապան սիրտը քո մեր սրտին մոտ ոստիկան իսկական օրենքի մեր պաշտպան ողջ գիշեր ողջ առավոտ մեր կյանքի պահապան սիրտը
Սուրճ ու սեր առավոտից։ Եվս մեկ անգամ շնորհավորում ենք բոլոր ոստիկաններին իրենց մասնագիտական տոնի արդիվ եւ ասենք, որ թեմայի վերաբերյալ դեռ կզրուցենք, քանի որ այսօր հյուրընկալելու ենք Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի պետ, ոստիկանության գնդապետ Նարինե Հակոբյանին։ Խտրականություն ենք անում սերային, որովհետեւ արդեն երկրորդ անգամ ոստիկանության կին աշխատակցի են հրավիրում մեզ մոտ տաղավար։ Այո, թող նաև այդպես լինի։ Սա դրական խտրականության տեսանկյունից է։ Եվ անդրադառնանք օրվա մյուս գլխավոր թեմային, քանի որ ապրիլի 16-ին Հայաստանում նշվում է հայ կինոյի օրը։ Սա եւս կապված է օրենքի ընդունման հետ։ 2019 թվականին ազգային ժողովը ընդունել է ապրիլի 16-ը որպես կինոյի օր սահմանելու մասին օրենքի նախագիծը, եւ այդպիսով ամեն տարի այս օրը մենք հիշում ենք մեր հայկական լավագույն ֆիլմերը եւ ոլորտում այո այն նշանավորվում է, հիշում են ռեժիսորներին, դերասաններին, կինոգործիչներին, մարդկանց, առանց որոնց հայ կինոն չի զարգանա։ Ես կարծում եմ սա այն դեպքերից է, երբ հատուկ օր պետք չէ հայ կինոն հիշելու համար, որովհետև շատ լավ է, որ հեռուստաընկերությունները այսօր էլ հայկական արտադրանքը հին կինոների մասին է խոսքը, հին ֆիլմերի անդադար ցուցադրում է եւ եթե ուզենք էլ չենք կարող մոռացության մատնել, բայց այնուամենայնիվ ամեն անգամ դիտելով նորովի էս վերարժևորում այդ արվեստը, որը որ մենք ունեցել ենք եւ ունենք այսօր եւ իհարկե հայ կինոյի գործիչների շնորհիվ է, որ մենք այսօր կարողանում ենք հպարտությամբ ասել, որ մենք ունենք կինո։ Այո, եւ ամեն անգամ նաեւ զարմանում ենք, թե այդ սուղ ռեսուրսների, տեխնիկայի պայմաններում ինչպես է հաջողվել մեր կինոռեժիսորներին, կինոգործիչներին նման խորը եւ իմաստալից ֆիլմեր ստանալ, ինչը չի կարելի ասել այսօրվա իրականության մասին, երբ կան շատ ավելի մեծ հնարավորություններ, տեխնիկա, տեխնոլոգիա, բայց հաճախ մեր ֆիլմերը, ինչպես ասում են, fast food-ի դրամատրությամբ են, դրամաբանությամբ են, մեկ անգամ նայես զվարճանաս եւ որովհետեւ հիմա ֆիլմերը նկարահանվում են ըստ հովանավորների ցանկության եւ հովանավորը անպայման պարտադրում է, որ ֆիլմում 18 անգամ երևա իր արտադրանքը, ինչը կորցնում է բնականաբար ֆիլմի բուն իմաստը եւ շատ ճիշտ նկատեցիր, նախկինում չկային պայմաններ եւ հովանավորներ, բայց կային գաղափարներ, իսկ հիմա ցանկացած հարցի պարագայում կամ խնդրի առաջացման ասում են դե այս պահին համապատասխան չափի գումար չկա, բայց գաղափարի համար գումարն այդքան էլ կարևոր չէ ըստ իս։ Մարինա, ունես սիրած ավելի ճիշտ որոնք են, գիտեմ որ ունես քո սիրելի հայկական ֆիլմերը։ Ես ուղղակի պաշտում եմ Մհեր Մկրտչյանին եւ նրա հետ կապված ցանկացած ֆիլմ։ Հիմա օրինակ որ ասում ես, հիշում եմ Խոշոր շահումը 0199, Ղաթաբալան, Միմինոն, իմ ամենասիրելի ֆիլմն է եւ որքան որ դիտեմ, էլի կարող եմ անընդհատ դիտել ու միայն այնտեղ Մհեր Մկրտչյանի դեմքի արտահայտությունը եւ ռուսերեն խոսելը ուղղակի շատ լավն է, անընդհատ կարող եմ դիտել։ Դու նշեցիր, այո, Ֆրունզիկի այն ֆիլմերը, որտեղ ավելի էսպես կատակերգական դերեր են, բայց չմոռանանք նաեւ այն դերերը, որոնք առավել էսպես դրամատիկ եւ այո, մեր մանկության տանգոն, չգիտեմ, Կտորմը երկինք, ֆիլմեր, որոնք պարզապես հրաշալի են եւ ամեն անգամ կարող ենք դիտել։ Ղաթաբալան։ Այո, Ղաթաբալան, այնտեղ Ճերմակ անուրջներ, Եռանկյունին հարյուրավոր ֆիլմեր կարող ենք թվարկել այսպես անցյալից եւ դրանք նաեւ հաճախ լավագույնն են եւ այսպես ազդեցիկ են դառնում հենց կինոերաժշտության շնորհիվ։ Գիքորը ասացիր կինոերաժշտություն հիշեցի, այո։ Կինոերաժշտության շնորհիվ, որոնց մեծամասնության հեղինակը Տիգրան Մանսուրյանն է։ Կենթանի լեգենդ եւ մեր կարևոր մեխերից մեկն այն է, որ մենք պետք է կարողանանք մեր մեծերով հպարտանալ նաեւ կենթանության օրոք եւ նրանց մեծարել ու սիրել հենց կենթանության օրոք։ Եվ արի Ճերմակ անուրջների ստեղծագործությունն էլ լսենք եւ հետո վերադառնանք մեկնաբանություններում նաեւ եթե այս բանը լսում եք կարող եք մեզ գրել ձեր սիրելի հայկական ֆիլմերը։ Եվ մենք անհամբեր սպասում ենք ձեր զանգերին 55 37 02 մեր ուղիղ եթերի հեռախոսահամարն է։
Սուրճ ու սեր առավոտից։ Ինանց է 58, մենք շարունակում ենք Սուրճ ու սեր առավոտից ռադիոնախագիծը ուղիղ եթերում եւ այժմ արդեն ժամանակն է, որ հյուրընկալենք եւ աստիճանաբար խոսքը փոխանցենք ռադիոլուրի մեր գործընկերոջը Հասմիկին Մարտիրոսյան։ Բարի լույս։ Բարի լույս, սիրելի գործընկերներ։ Հասմիկ, այսօր ոստիկանության աշխատակիցների օրն է, հասցրել ես արդեն շնորհավորել աշխատակիցներին։ Չեմ հասցրել շնորհավորեմ, առիթը կօգտագործեմ, շնորհավորեմ աշխատակիցներին, կմաղթեմ բարի ծառայություն, որը շատ պետք է ոստիկաններին եւ մեզ։ Ինչպիսին է այսօր հայ ոստիկանը քո աչքերում։ Ես կփորձեմ ավելի ընդհանրական ներկայացնել, վերջի շրջանում պարբերաբար խոսվում է բարեփոխումների մասին, նախարարն էլ մի քանի օր առաջ, եթե չեմ սխալվում, անդրադարձավ, նշելով, որ բարեփոխումները միտված են ավելի ժողովրդավար, ժամանակակից համակարգ ստեղծելուն, այնպես որ երևի քիչ-քիչ համակարգը ինչ տեսլական որ դրված է, կունենանք այդպիսի համակարգ։ Դա իսկապես շատ կարևոր է։ Այսօր վստահ ենք դրա հոսում շատ անդրադարձեր կլինեն հայ ոստիկաններին եւ նաեւ տոնական օրվան, քանի որ ինչպես րոպեներ առաջ էլ խոսում էինք, սովորաբար այսօրը նաեւ պարգևատրումներ են դինում, այնպես որ ռադիոլուրի թողարկումներին այսօր հետևեք եւ օրվա վերաբերյալ նորություններ կլինեն։ Թող արդար պարգևատրումներ լինեն ամենակարևորը։ Եվ այժմ խոսքը սիրով փոխանցենք արդեն Հասմիկին։ Հայաստանում ժամը 10 է։ Լուրեր հանրային ռադիոյի եթերում։ Երևանն է խոսում, բարև ձեզ, ռադիոլուրը շարունակում է աշխատանքը, ստուդիայում Հասմիկ Մարտիրոսյանն է, ժամի թեմաները նախ համառոտ։ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարի հետ զրույցում Արարատ Միրզոյանը կարևորել է խաղաղության պայմանագրի ստորագրումը։ Արմեն Գրիգորյանը եւ Վիվիան Լունելեն քննարկել են Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների ներկա ընթացքը եւ զարգացման հեռանկարները։ Շիրակի մարզի Գյումրի համայնքում այսօր տեղի կունենա նորընտիր ավականու առաջին նիստը։ Թեմաները ընդգրկուն վարքյաններ անց։ Եվ այսպես Գյումրիում տեղի կունենա նորընտիր ավականու առաջին նիստը, որը տարիքով ամենաավագի իրավունքով կվարի Վարդան Ղուկասյանը։ Նիստի օրակարգում ընդգրկված է 3 հարց, համայնքի ղեկավարի ընտրություն, ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի ձևավորում եւ ավականու առաջին նստաշրջանի հերթական նիստի օրվա սահմանում։ Գյումրիում ըստ ընտրությունների արդյունքների առավելագույն ձայներ ստացել է Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը, երկրորդ տեղում Հայաստանի կոմունիստական կուսակցությունն է նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի գլխավոր Ընդդիմադիր ուժերից երկուսը հայտարարել են առավելագույն քվեներ ստացած ընդդիմադիր թեկնածու Վարդան Ղուկասյանին սատարելու մասին։ Երրորդ ուժի առաջնորդը Մարտուն Գրիգորյանը հայտնել է, որ իր խմբակցությունը անհրաժեշտ քանակությամբ քվեներով կաջակցի ընդդիմության թեկնածուի ընտրությանը։ Թեման ընդգրկուն կներկայացնենք ռադիոլուրի հաջորդ եթերաժամերի ընթացքում։ Երեք հեռախոսազրույց են ունեցել Հայաստանի եւ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարները Արարատ Միրզոյանը եւ Ժան-Նոել Բարոն հայտնում են արտաքին գործերի նախարարությունից։ Միրզոյանը ներկայացրել է տարածաշրջանում անվտանգային իրավիճակը եւ Հարավային Կովկասում խաղաղության հաստատման ուղղված ջանքերը, ընդգծելով Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի ստորագրման կարեւորությունը։ Արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը բարձր է գնահատել այդ ուղղությամբ Ֆրանսիայի մասնավորապես նախարար Բարոյի ցուցաբերած հետաքրքրությունը։ Բրյուսել կատարած աշխատանքային այցի ընթացքում անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, Եվրամիության արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի գրասենյակի ղեկավար Վիվիան Լունելայի հետ։ Քննարկվել են Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների ներկա ընթացքը եւ զարգացման հեռանկարները։ Կողմերը նաեւ մտքեր են փոխանակել միջազգային եւ տարածաշրջանային անվտանգային իրավիճակի վերաբերյալ։ Անվտանգության խորհրդի քարտուղարը ներկայացրել է Հարավային Կովկասում կայուն եւ հարատև խաղաղություն հաստատելու Հայաստանի կառավարության ջանքերը։
Համառոտ անդրադառնանք նաև միջազգային լուրերին եւ տարածաշրջանային Վրաստանի նախագահ Միխայել Կավելաշվիլին հանդիպել է Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովի հետ, քննարկել են երկու երկրների ռազմավարական գործընկերության հարաբերությունների հիմնական ուղղություններին վերաբերող հարցեր, ինչպես նաև տարածաշրջանային նախագծեր։ Անդրադարձել են տարածաշրջանում խաղաղության ու կայունության ապահովմանը։ Նախագահը երախտագիտություն է հայտնել Ադրբեջանին Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը անսասան աջակցելու համար։ Եվ հանդիպումից հետո Վրաստանի նախագահը X-ում գրառում է արել եւ մասնավորապես գրել է. Մենք քննարկել ենք երկու երկրների ռազմավարական գործընկերության առանցքային ուղղությունները, ընդգծեցի տարածաշրջանում խաղաղության եւ կայունության կարեւոր դերը, ասել է Վրաստանի նախագահը։ Նշեմ, որ Բաքվից հետո Վրաստանի նախագահը պաշտոնական այցով կայցելի նաեւ Հայաստան։ Եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալասի նախաձեռնությունը, որը վերաբերում էր Ուկրաինայի համար զենքի լայնածավալ մատակարարումներին, ձախողվել է, տեղեկությունը հայտնում է Պոլիտիկոն։ Լրատվամիջոցը գրում է. Ռազմական օգնության հավակնոտ ծրագրով նախատեսվում էր Ուկրաինայի մատակարարումները ֆինանսավորելու համար մինչև 40 միլիարդ եվրո դրամագլխով հիմնադրամ ստեղծել, սակայն Եվրամիության առանցքային երկրները Իսպանիան, Ֆրանսիան եւ Իտալիան արգելափակել են այդ նախաձեռնությունը։ Նախագծի տապալումից հետո Կայա Կալասը ավելի համեստ առաջարկ է ներկայացրել Ուկրաինա ուղարկել 2 միլիոն հրետանային արկ, ինչը ըստ միջազգային լրատվամիջոցների 5 միլիարդ եվրո կարժենա, իսկ երկրների մասնակցությունը կամավորության սկզբունքով կլինի։ Եվրախորհրդի ղեկավար Ալեն Բերսեն Reuters-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ խորհուրդը մտահոգված է Թուրքիայում նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հիմնական քաղաքական մրցակցի բանտարկությամբ եւ զանգվածային բողոքի ցույցերից հետո Թուրքիայում հարյուրավոր ձերբակալություններով եւ մարդու իրավունքների խախտումներով։ Բերսեն մասնավորապես ասել է, որ ժողովրդավարության հետընթացի խնդիրը պետք է դիտարկել որպես գլոբալ երևույթ, հավելելով, որ խորհուրդը կոնկրետ դիրքորոշում չունի բազմաթիվ թուրք ընդդիմադիր գործիչների նկատմամբ իրականացվող հետաքննության վերաբերյալ։ Մեկ այլ տեղեկատվության համաձայն, որը ասել է երկրի ընդդիմադիր ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդ Օզգուր Օզելը, Թուրքիայում արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու եւ Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի ազատ արձակման պահանջով խնդրագիրը հավաքել է ավելի քան 10 միլիոն ստորագրություն։ Օզելը հայտարարել է, նրանք ովքեր իշխանության են եկել ընտրությունների միջոցով չեն ցանկանում հեռանալ իշխանությունից ընտրությունների միջոցով, դա կոչվում է պետական հեղաշրջում։ Իմամօղլուի ձերբակալությունը ամրապնդել է ընդդիմության շարքերը եւ համախմբել ընտրողներին ամբողջ քաղաքական դաշտում, ընդգծում են լրատվամիջոցները։ Թբիլիսին պատրաստ կլինի վերականգնել դիվանագիտական հարաբերությունները Մոսկվայի հետ միայն օկուպացված տարածքների հարցի լուծումից հետո, նման ձևակերպմամբ հանդես է եկել Վրաստանի խորհրդանի խոսնակ Շալվա Պոպուաշվիլին, մասնավորապես ասել է, որ Ռուսաստանը կարող է շատ հեշտությամբ վերացնել այդ պատնեշը, իհարկե, հենց որ տեսնենք այդ պատնեշը վերացնելու քայլերը, այդ հարաբերությունների վերականգնումը հնարավոր կդառնա, ասել է Պոպուաշվիլին։ Ավելի վաղ Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Գալուզինը Իզվեստիային տված հարցազրույցում ասել, որ իրենք պատրաստ են վերականգնել դիվանագիտական հարաբերությունները Վրաստանի հետ, եթե համապատասխան ազդանշան ստանան Թբիլիսիից։ Միևնույն ժամանակ դիվանագետը ընդգծել էր, որ Աբխազիայի եւ Ցխինվալի տարածաշրջանի վերաբերյալ Մոսկվայի որոշումը վերանայման ենթակա չէ։ Իրան-Միացյալ Նահանգներ հարաբերություններին եւս անդրադառնանք, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստ է Իրանի հետ երկխոսությանը եւ այդ թեմայով հեռախոսազրույց է ունեցել Օմանի սուլթան Հայթամ Բեգ Թարեկ Ալ Սաիդի հետ։ Հերթական ճեպազրույցում ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը եւ որոշ մանրամասներ ներկայացրել։ Նախագահը շնորհակալություն է հայտնել նահանգների եւ Իրանի միջև առաջին ուղիղ հանդիպումը կազմակերպելու համար, ընդգծել է, որ Իրանը պետք է վերջ դնի իր միջուկային ծրագրին բանակցություն միջոցով։ Երկու առաջնորդները քննարկել են նաև նահանգների հութիների դեմ շարունակվող ռազմական գործողությունները, ընդգծել, որ հութիները ծանր գին կվճարեն, քանի դեռ չեն դադարեցրել հարձակումները Կարմիր ծովում նավերի վրա, ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղարը։ Ավելի վաղ ապրիլի 12-ին մասնավորապես Օմանում բանակցություններ են տեղի ունեցել Թեհրանի եւ Վաշինգտոնի ներկայացուցիչների միջև իրանական միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորման համար։ Իրանի պատվիրակությունը գլխավորել էր Աբաս Արաղչին, ԱՄՆ պատվիրակությունը Սթիվ Ուիթքոֆը եւ բանակցությունների երկրորդ փուլը ըստ նախնական տեղեկությունների ապրիլի 19-ին է։
Իրանի միջուկային ծրագրի նվիրված բանակցությունների առաջին փուլում Վաշինգտոնն առաջարկել է Թեհրանին իր տրամադրության տակ գտնվող հարստացված ուրանի ողջ պաշարը հանձնել որևէ երրորդ երկրի։ Այս մասին Guardian-ն է գրում, մասնավորապես ընթերցի տեղեկություններով իրանական կողմը ամերիկացիների առաջարկը մերժել է եւ Կրեմլից Guardian-ի հրապարակումը չեն մեկնաբանել, նշելով, որ չեն պատասխանի այդ հարցին։ Եվ վերջում օրվա եկեղեցական խորհրդի մասին ավագ չորեքշաբթին հիշատակն է արարչության 4-րդ օրվա, երբ Աստված լուսատուներ դրեց երկնքի հաստատության ներսում եւ դրանով տվեց արդարության արեգակի Քրիստոսի ծննդյան ավետիսը։ Այսօր հիշատակվում է Բեթենիայում կնոջ կողմից Հիսուս Քրիստոսի օծումը եւ Տիրոջ մատնությունը։ Կինը Նարդոսի ազնիվ եւ թանկարժեք յուղով օծում է Հիսուսին, աշակերտները բարկանում են, քանի որ այդ յուղը վաճառելով կարելի է շատ աղքատների ողորմություն տալ, աշակերտների այս տրտունջին Հիսուսը պատասխանում է Բեթանիայում. Աղքատներին ամեն ժամ ձեզ հետ ունեք, բայց ինձ միշտ ձեզ հետ չեք ունենա։ Իմ մարմնի վրա այդ յուղը թափելով նա իմ թաղվելը կանխանշեց, բայց ճշմարիտ եմ ասում ձեզ, որ ամբողջ աշխարհում ուր էլ այս ավետարանը քարոզվի, պիտի պատմվի դրա հիշատակին, նաեւ ինչ որ դա արեց։ Ավագ չորեքշաբթի օրվա ավետարանական ընթերցումը հորդորում է չչարաշահել Աստծո սերը եւ վստահությունը, միշտ հիշել մարդկության համար նրա կրած չարչարանքներն ու մահը, չշեղվել ճշմարիտ ճանապարհից, երկրպագել եւ փառավորել Աստծուն։ Այժմին այսքանը ստուդիայում աշխատեց Հասմիկ Մարտիրոսյանը, եթերում կլինեն քիչ ավելի ուշ, մնացեք հանրային ռադիոյի հետ, ցտեսություն։ Սուրճ ու սեր առավոտից։
Սուրճ ու սեր առավոտից։ 10:13 մենք վերադառնում ենք ուղիղ եթեր, Սուրճ ու սերը առավոտից շարունակվում է, հիշեցնում ենք, որ մեզ կարող եք նաև դիտել մեր Facebook-յան էջում։ Եվ իհարկե զանգահարել 553702 ուղիղ եթերի հեռախոսահամարն է։ Մի քանի օր առաջ մենք ունեինք նոր ռադիոլսողներ, ովքեր իրար հերթ չտալով մեզ զանգահարում էին, իսկ այսօր ավելի пассив եք, ինչն է պատճառը։ Այսօր, որ պետք է այն մարդիկ գտնվեն մեքենաների մեջ, ակետից բեկետ գնալու համար խցանման մեջ հայտնվեն, որովհետև հիմա խցանման ժամ է, պետք է որ մեզ զանգահարեին, տարօրինակ է։ Այո, մանավանդ որ այսօր ոստիկանների օրն է եւ օրվա այսպես առանձնատուկ շնորհավորանքներ մենք սպասում ենք նաեւ մեր ռադիոլսողներից 553702։ Եվ իհարկե, եթե ունեք հարցեր, սիրով կարող եք զանգահարել, ուղղել մեր հյուրին եւ նաեւ շնորհավորել այսպես անձամբ առաջին ձեռքից։ Եվ այսպես մեր տաղավարում է Հայաստանում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի պետ, ոստիկանության գնդապետ Նարինե Հակոբյանը։ Բարի լույս, շնորհավորում ենք մասնագիտական տոնի արդիվ, շնորհակալ ենք, որ ձեր առավոտը սկսել եք մեզ հետ։ Բարի լույս, ես էլ եմ շնորհակալ, որ հրավիրել եք ձեր եթերին, նախ եւ առաջ կուզեի շնորհավորել իմ բոլոր գործընկերներին, ոստիկանության բոլոր ծառայողներին, ովքեր այս պահին իրենց ծառայությունն են իրականացնում, ովքեր արդեն մի փոքր հանգստանում են ծառայության հերթապահությունից հետո, նաև ուզում եմ շնորհավորել մեր վետերանների խորհրդի անդամներին, ովքեր տարիների տանջանքից հետո գնացել են հանգստի, բայց այս պահին եւս վետերանների խորհրդի կազմում աջակցում են ոստիկանությանը հանցավորության դեմ պայքարում։ Մենք միանում ենք ձեր շնորհավորանքներին եւ եթե օրը չի լինում տոնական, ինչպես է սկսվում ոստիկանության գնդապետի առավոտը։ Եթե օրը չի լինում տոնական, աշխատանքային օրը, այսինքն ծառայությունը սկսվում է վաղ առավոտյան աշխատանքի վայրում, Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյում, երբ իմ գործընկերների հետ հավաքվում ենք, քննարկում ենք նախորդ օրվա կատարված աշխատանքը, կանխատեսում ենք նշված այդ օրվա անելիքները եւ անցնում ենք աշխատանքի։ Իհարկե, պակաս է առավոտյան։ Անկեղծ ասած ոչ, որովհետև ես սուրճի սիրահար չեմ եւ որը սկսում եմ առանց սուրճի։ Մեր առաջին հյուրն եք։ Այո։ Բացառիկ։ Բայց կուզեի ավելացնել, որ նույնիսկ տոնական օրերին, օրինակ այսօր օրը տոնական է, բայց արդեն հասցրել եմ լինել ծառայության վայրում, գործընկերների հետ քննարկել նախորդ օրվա գործերը, քանի որ ունենք շուրջօրյա աշխատող ծառայողներ, ընդունել հերթապահություն նրանցից եւ հետո ներկայանալ այստեղ ռադիո ձեզ հետ զրուցելու մեր ռադիոլսողների հետ հանդիպելու։ Տիկին Հակոբյան, լինում է այնպես, որ որևէ ապրիլի 16-ին ոստիկանության ծառայողները չաշխատեն, իրենց մոտ հանգստի օր լինի, օրինակ վարորդներն էլ հանգիստ լինեն, որ ճանապարհային ոստիկանության աշխատակիցները այսօր հանգստանում։ Չէ, ապրիլի 16-ին նույնիսկ մենք աշխատում ենք, մենք ծառայում ենք, բայց միգուցե լինեն ոստիկանության ծառայողներ, կոնկրետ բարեկային աշխատակիցներ, ովքեր մի փոքր բարի գտնվեն այսօր, չնայած նրանք բոլորը շատ բարի են, պարզապես աշխատանքի բերումով, ծառայության բերումով պարտավոր են կատարել իրենց գործառույթները եւ կարծում եմ դա իօգուտ հանրության է, իօգուտ ժողովրդի։ Եվ անգամ եթե ոստիկանները չլինեն ճանապարհային, տեսախցիկները ամենուր եք, ձեզ վարորդներից հետևում են։ Այո։ Տիկին Հակոբյան, մի փոքր ժամանակը հետ տանք, տարիներ առաջ ինչպես հայտնվեցիք համակարգում եւ ընտրեցիք այս մասնագիտությունը։ Համակարգում եմ հայտնվել 21 տարի առաջ, երբ բարձրագույն ուսումնական հաստատություն ավարտելուց հետո ուղղակի պատահաբար հաշվի առնելով այն փաստը, որ ես ունեի օտարլեզուների գիտելիքներ եւ դա անհրաժեշտ էր ազգային կենտրոնական բյուրոյում ծառայելու աշխատելու համար, առաջարկվեց անցնել ծառայության եւ իմ ծառայությունը 21 տարի առաջ սկսեցի հենց ազգային կենտրոնական բյուրոյից, դառնալով ոստիկանության օպերլիազոր, ստանալով ոստիկանության լեյտենանտ կոչումը եւ տարիների ընթացքում զբաղեցնելով տարբեր պաշտոններ 2020 թվականին նշանակվեցի արդեն ազգային կենտրոնական բյուրոյի պետ։ Ահա, դեռ հիմա երբ խոսում ենք ոստիկանության աշխատակիցների մասին եւ իմանում ենք, որ
կին ոստիկան է, մի տեսակ զգաստանում ենք զգոնություն կա եւ ասում ենք, վայ, կին ոստիկան է, պատկերացնում եմ 21 տարի առաջ ինչ արձագանք կար, երբ մարդիկ իմանում էին, որ համակարգում կին է աշխատում, ինչ արձագանքներ եք ստացել։ Այո, 21 տարի առաջ մի փոքր ավելի բարդ էր, նույնիսկ համազգեստով կին ոստիկանին տեսնելիս լինում էր որոշակի արձագանքներ, մի փոքր նույնիսկ վատ արձագանքներ, բայց այսօր այդպիսին չէ եւ շատ ուրախ եմ դրա համար, որ կանանց ներգրավվածությունը ոստիկանությունում եւ ընդհանրապես թե պետական համակարգում, թե մասնավոր ոլորտում եւ հատկապես ղեկավար կազմում բավականին խրախուսվում է եւ դա մեզ քաջալերում է, որ մենք մեր աշխատանքը, մեր ծառայությունը շատ ավելի լավ կատարենք, որպեսզի պատվով դուրս գանք այդ խնդրից։ Շատ են կին աշխատողները համակարգում այսօր։ Կին աշխատողները նախկին տարիների համեմատ այո շատ են եւ ես նշեմ, որ արդեն ոստիկանությունը կանանց ներգրավվածությունը խթանելու համար բավականին փոփոխություններ է կատարում, նույնիսկ այն չափորոշիչները, որոնք անհրաժեշտ են ոստիկանությունում ընդունվելու համար բարբերաբար փոխվում են, որպեսզի դա հնարավորություն տա կանանց եւս դիմել, անցնել ոստիկանություն ծառայության։ Էլ չասենք, որ առաջին դեմքով հենց ոստիկանությունը, չէ, նախարարի մակարդակով այսօր շրջական սերի ներկայացուցիչ է, ինչը Հայաստանի պատմության մեջ այսպես աննախադեպ երևույթ էր, այնպես որ կին ոստիկանը այլևս զարմանալի չէ, պետք չէ այդ կարծրատիպով առաջնորդվել եւ ասել, այդ առիթով կեցեն Facebook-ը հայության մեկնաբանությունները, որոնք մենք ամեն անգամ կարդում ենք, զարմանում ենք, բայց հետո հասկանում ենք, որ զարմանալու ոչինչ չկա, որովհետև այդ մեկնաբանությունները միշտ կան։ Այո, կեցեն մեր ռադիո լսողները այս բանին ասենք, որ զանգահարում են եւ կարծես թե զանգ ունեն։ Վերջապես, բարի լույս։ Բարև ձեզ։ Դուք ուղիղ եթերում եք, խնդրում եմ իջեցրեք ռադիո ընդունիչի ձայնը, մեզ լսեք հեռախոսով։ Բարև ձեզ։ Ալո։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Դուք ուղիղ եթերում եք, ձեր անունը։ Մեր անունը Համլետ։ Համլետ։ Համլետ, այո։ Շատ հաճելի է, պարոն Համլետ, լսում ենք ձեզ։ Ինչ առիթով եք մեզ զանգահարել։ Մենք ես ուզում եմ շնորհավորել միլիցիայի օրվա արդի։ Հետո հերս 21 թվականին եղել է միլիցիայի աշխատող, 21 թվականին։ Ահա։ Իմ տարի աշխատելուց հետո այն ժամանակվա կուսակցությունը կանչելա եւ շատ հետաքրքիր իրան բացատրել են, որ դու միլիցիայի աշխատող ես, ծերտանը մայրդ, կինդ, մորդ, հորդ հետ անխոս է։ Այն ժամանակվա տրադիցիայով չէին խոսում, տան մեծ անդամների հետ հարցերը։ Կանչել են, ասել են, կամ պետք է գնաս ասես խոսան, կամ պետք է հրաժարվես այս միլիցիայի աշխատանքից։ 27 թվականն է եղել, 5 տարի աշխատելուց հետո, մինչև հերս գերության մեջ է եղել, 20 թվականին է վերադարձել, եկել, վերջապես հերս ասելա, ես չեմ կարա իմ ծնողների դեմ խոսանել, իմ կնոջս դեմ, որ իրանք խոսան հետը կամ բան անենել է կուսակցությանը լսելով։ Եվ ասել են, եթե հետպես է, ուրեմն կուսակցական տոնսը և ոստիկանական տոնսը, դիրս տեղանին թողի գնա։ Ասենց է թողել ասեղանին գնացել, որքանով է ճիշտ եղել, ուզում եմ իմանալ։ Որքանով է ճիշտ եղել ձեր հայրիկի տեսակետը։ Այդ բանը, որ միևնույն ժամանակ ես ողջունում եմ ձեր հյուրին, ներքին գործերի աշխատողներին բոլորին տեսա ունեմ, հարցս կագեբեի մայորացի իրեն, այդ միլիցիայի օրվա առիթով վերաբերում է իրանց առանձին է։ ԱԱԾ-ի աշխատակիցները առանձին օր ունեն, շնորհակալ ենք ձեր զանգի համար եւ շնորհավորանքի մի փոքր այսպես տարօրինակ պատմություններ ամեն դեպքում նախորդ դարին վերաբերող 553702 կարող եք զանգարել եւ շնորհավորել։ Ճիշտ է եղել թե ոչ, դա արդեն պետք է այն ժամանակ այդ հարցը տալու եմ եւ բնականաբար յուրաքանչյուրի որոշումն ու ընտրությունն է առաջնորդվել սկզբունքներով, թե հանուն ինչ որ բանի մի քիչ այսպես կոմպրոմիսի գնալ։ Չէ՞։
Այո։ Շարունակենք։ Այո, մենք խոսում էինք համակարգից, որ այսօր ավելի շատ կին աշխատողներ կան համակարգում։ Այս տարիների ընթացքում ինչպես է գնահատում հանրության վերաբերմունքը ոստիկանության աշխատակիցների հանդեպ, որովհետև հիշում ենք նախկինում ինչպիսի վերաբերմունք էր, հետո մի պահ դա փոխվեց, հիմա ինչպիսին է վերաբերմունքը ոստիկանության աշխատակիցների հանդեպ։ Ես մեծ ուրախությամբ եմ նշում, որ այսօր արդեն ոստիկանության նկատմամբ մարդկանց վերաբերմունքը, հասարակության վերաբերմունքը բավականին փոխվել է եւ դա ամենուր է այդ վերաբերմունքը, ամենուր մենք տեսնում ենք թե փողոցում, թե ծառայության ընթացքում ցանկացած քաղաքացի, ով խնդիր է ունենում ոստիկանության հետ, ոչ թե փորձում է խուսափել ոստիկանության, ներողություն, ոչ թե ոստիկանության հետ, այլ ընդհանրապես խնդիր է ունենում եւ անհրաժեշտություն կա դիմելու ոստիկանությանը, ցանկացած քաղաքացի ամեն դեպքում կարծում եմ, որ արդեն ոչ թե վախով է դիմում, այլ մեծ հույսով դիմում է ոստիկանությանը, որ իր արչև ծառացած խնդիրները հաստատ ոստիկանությունը կլուծի։ Եվ դա մենք տեսնում ենք թե փողոցում, երբ փողոցում ծառայություն իրականացնող բարեկին կարող են մոտենալ քաղաքացիները եւ ցանկացած հարցով դիմել, մենք դա տեսնում ենք ոստիկանության տարբեր ստորաբաժանումներում, մենք տեսնում ենք մեր ծառայության մեջ, երբ ցանկացած քաղաքացի գիտի, որ մոտենալով համազգեստով որևէ անձի, որևէ ծառայողի հաստատ ստանալու է աջակցություն։ Իրականում փոխվել է մարդկանց վերաբերմունքը եւ ես դա նույնիսկ նկատում եմ մարդկանց հայացքից, աչքերից, երբ ոստիկանության ծառայողին տեսնում են, անկեղծ ասած մի տեսակ մարդիկ ավելի դրական են վերաբերում, նույնիսկ չգիտեմ, մի քանի րոպե ես ձեր միջանցքում քայլեցի մուտքի մոտ եւ բոլորը նայում են շատ բարի, այսպես դեմքով եւ ոչ թե վախեցած, որովհետեւ մենք խորքային խնդիր ունեինք ժամանակին, երբ ոստիկանություն բառը առհասարակ կամ ոստիկան բառն օգտագործվում էր, մարդիկ ավելի շատ վախենում էին մարդկանց զսպելու, մարդկանց վախեցնելու համար։ Զգաստությունը ավելի ոչ թե հարգանքի էր վերածվում, այլ վախի մթնոլորտի եւ երբ տեսնում էինք ոստիկանի, միանգամից մտածում էինք ինչ որ վատ բան է ուզում մեզ անել, ավելի զգուշավորության զգացողություն կար։ Հիմա ավելի ապահովության զգացողություն կա։ Սա ինչ որտեղ նաեւ գալիս է դաստիարակության սխալ մեթոդներից, չէ՞, փոքրուց երեխաներին ասում են խելոք մնա, թե չէ ոստիկանը կգա կամ բժիշկ, չէ՞։ Այո, դա միշտ եղել է, այո։ Այդ կարծրատիպը փոքրուց երեխաների մոտ, որ պետք է անպայման վախենալ, մինչդեռ այստեղ այո, շատ ճիշտ նշեցիր Մարինա, պետք է ապահովության զգացումը առաջին հերթին արտնանա, երբ տեսնում ես ոստիկանի օրենքին ծառայող մարդ։ Ես վստահեցնում եմ, որ ապահով են մեր քաղաքացիները այսօրվա ոստիկանության ձեռքում եւ միանշանակ կարող են ցանկացած հարցում ոստիկանությանը դիմել եւ հաստատ կստանան աջակցություն։ Որովհետեւ հիմքում արդեն վստահությունն է։ Մենք զանգ ունենք։ Բարի լույս։ Բարև ձեզ, մի փոքր բարձր կխոսեք։ Բարի լույս։ Բարի լույս։ Արարատ 73-ն է։ Բարև ձեզ, Արարատ 73։ Ես ողջունում եմ մեր Նարինե Հակոբյանին եւ բոլոր ոստիկանության աշխատողներին եւ բոլոր կինոյի աշխատողներին։ Եվ միաժամանակ ուզում եմ ուղիղ եթերով ողջունել իմ փեսային, որ այսօր է ծնվել, ծննդյան օրն է այսօր 46 մեծիկը, եւ ուզում եմ Նարինե Հակոբյանից թույլտվություն խնդրել իր ազգանվան տարերով իրեն բարեր նվիրել։ Կարելի է։ Համեցեք։ Իհարկե, մեծ սիրով։ Ուրեմն հրաշալի անձնավորություն, կանացի, ոստիկանության, բարձրաստիճան սպա, յուրահատուկ առաջնորդ, նվիրյալ համակարգին։ Հրաշալի է։ Շատ շնորհակալ եմ։ Իսկապես անակնկալ էր եւ նույնիսկ եթե հնարավորություն կա, կխնդրեի այդ տողերը ուղարկել ինձ։ Անպայման, ես այդ տողերը բացի ուղարկելուց կաշխատեմ ինչ-որ ավելի սուրպրիզ անել, տողերը գրել ինչ-որ, բայց ուր ուղարկեմ, որտեղ ուղարկեմ։ Facebook-յան հարթակով կարող եք օրինակ ուղարկել։ Ես ուզում եմ նվեր ուղարկել։ Այդ պարագայում ձեզ կխնդրենք հաղորդումից անմիջապես հետո զանգահարել, պարոն Արարատ 73, մենք ձեզ ինֆորմացիան կտրամադրենք, լավ։ Բարի։ Շնորհակալ ենք զանգի համար, ձեզ լավ օրենք մաղթում։ Ահա, այսպեսին են մեր ռադիո լսողները։ Այո, գեղեցիկ անակնկալներ են մատուցում, մենք գովազդ ունենք, այո, լսենք գովազդ, վերադառնանք, շարունակենք մեր զրույցը։
Սուրճ ու սեր առավոտից։ 10:29 մենք շարունակում ենք մեր ուղիղ եթերը եւ զրույցը Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի պետ ոստիկանության գնդապետ Նարինե Հակոբյանի հետ, ովքեր մեզ նոր են միացել, այսօր ոստիկանության օրն է նշվում Հայաստանում եւ ահա այդ արդիվ մեր հյուրի հետ զրուցում ենք եւ Տիկին Հակոբյան Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի պետ, այսպես շատ լուրջ է հնչում, ինչով եք զբաղվում, ինչ փակագծեր կարող եք բացել, որն է ձեր աշխատանքային գործառույթների այսպես գլխավոր հատվածը։ Փոքր ներկայացնեմ Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի ստեղծման պատմությունը։ Ինտերպոլը քրեական ոստիկանության միջազգային կազմակերպություն է եւ Հայաստանի այս պահին 196 երկիր անդամակցում են այդ կազմակերպությանը, այդ թվում Հայաստանի Հանրապետությունը եւ մեր երկիրը 1992 թվականին է միացել կազմակերպությանը, անդամակցել եւ արդեն 33 տարի է Հայաստանի Հանրապետությունում գործում է ազգային կենտրոնական բյուրո։ Մենք գործում ենք ոստիկանության կազմում, առանձին ստորաբաժանում ենք եւ ազգային կենտրոնական բյուրոն, ինչ Հայաստանի թե մյուս երկրների նպատակ ունի պայքարել հանցավորության դեմ։ Հանցավորություն, որը ունի միջազգային բնույթ, անդրազգային բնույթ, նպատակը կազմակերպության բոլոր երկրներում կատարված հանցագործությունների ընթացքում ի հայտ եկած խնդիրները բացահայտելն է, հանցագործներին հայտնաբերելը, հետախուզվող անձանց հայտնաբերումը։ Մենք աշխատում ենք կազմակերպության անդամ բոլոր երկրների հետ եւ նշեմ, որ ունենք հեռահաղորդակցման շուրջօրյա համակարգ, որի միջոցով կարողանում ենք վայրկյանների ընթացքում ցանկացած երկրի հետ կապ հաստատել եւ կապ հաստատել նաեւ Ինտերպոլի գլխավոր քարտուղարության հետ, որը գտնվում է Ֆրանսիայի Լիոն քաղաքում եւ վայրկյանների ընթացքում ցանկացած խնդիր կարող ենք լուծել մեր այլ երկրների ազգային կենտրոնական բյուրոների հետ։ Նշեմ, որ ցանկացած երկրում ազգային կենտրոնական բյուրոն հանդիսանում է տվյալ երկրի իրավապահ մարմինների եւ մյուս երկրների ազգային կենտրոնական բյուրոների միջև կապ հաստատող կարևորագույն մարմինը եւ ցանկացած դեպքում, երբ խնդիր է լինում համագործակցել որևէ այլ երկրի հետ, մեր իրավապահ մարմինները անմիջապես դիմում են մեզ եւ մենք կարողանում ենք կապ հաստատել մեր մյուս երկրների գործընկերների հետ եւ կարողանալ ապահովել հանցավորության դեմ պայքարի գործառույթները։ Նշեմ, որ ազգային կենտրոնական բյուրոն ներկայումս ոստիկանության բարեփոխումների շրջանակում ներառվել է քրեական ոստիկանության կազմի մեջ, քանի որ երևի թե բազմիցս լսել եք, որ ներքին գործերի նախարարության ձևավորումից հետո 4 հենասյունային ուղղություններ ունենք՝ քրեական ոստիկանությունը, համայնքային ոստիկանությունը, բարեկային ծառայությունը եւ ներկայումս արդեն ձևավորվում է ազգային գվարդիան եւ մեր Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոն այս պահին արդեն գործում է քրեական ոստիկանության կազմում, բոլորս քրեական ոստիկաններ ենք եւ մեր գործունեության ընթացքում պայքարում ենք հետախուզվող անձանց հայտնաբերման համար, պայքարում ենք հանցավորության տարբեր ոլորտների դեմ, դա կարող է լինել թմրանյութերի ապօրինի շրջանառություն, կիբերհանցավորություն, զենգզինամթերքի, մշակութային արժեքների։ Նշեմ, որ շատ կարևոր է այն փաստը, որ Ինտերպոլի գլխավոր քարտուղարությունը ունի տվյալների բազաներ, որոնք հասանելի են բոլոր երկրներին, դրանք հետախուզվող անձանց բազաներ են, ճամփորդական փաստաթղթերի, առևանգված ավտոտրանսպորտային միջոցների, մշակութային արժեքների եւ այո, եւ այդ բազան հասանելի է կազմակերպության անդամ բոլոր երկրներին եւ ազգային կենտրոնական բյուրոները պարտավորվում են այդ բազաները հասանելի դարձնել իրենց իրավապահ մարմիններին, որպեսզի վայրկյանների ընթացքում հնարավորություն լինի նշված տվյալների պահոցներով ստուգումներ կատարել եւ արդյունքները արդեն փոխանցել այլ երկրներին կամ իրավապահ մարմիններին, որպեսզի հնարավոր լինի արձագանքել խնդիրներին։ Այսինքն, եթե որևէ անձ օտար երկրում Հայաստանի սահմաններից դուրս հետախուզման մեջ է, Հայաստանի բյուրոն եւս մասնակցում է այդ հետախուզման աշխատանքներին եւ իհարկե այդ տվյալները հասանելի են բոլոր երկրներին եւ եթե որևէ անձ հետախուզվում է միջազգային մակարդակով եւ երկրներից ցանկացածում 196 երկրներից որևէ մեկում հայտնաբերվում է,
անմիջապես նշված երկրի ազգային կենտրոնական բյուրոն այդ մասին տեղեկացնում է մեզ, եթե անձը մեր կողմից հետախուզվող է եւ մենք մեր իրավապահ մարմինների հետ արդեն ապահովում ենք հետագա ընթացակարգերը։ Եվ նույնը հակառակ դեպքում, եթե որևէ այլ երկրի կողմից հետախուզվող անձ Հայաստանի տարածքում է հայտնաբերվում, մենք արդեն կապ ենք հաստատում նշված երկրի ազգային կենտրոնական բյուրոյի հետ, որոնք իրենց իրավապահ մարմինների հետ կարողանում են կազմակերպել հետագա գործընթացները։ Բայց ինտրիգային եւ հետաքրքիր աշխատանք է։ Մանավանդ Ինտերպոլը բառը, այսպես միշտ ֆիլմերի հետ ենք կապում եւ այո, երբեմն լրահոսում տեսնում ենք լուրեր, երբ օրինակ Հայաստանում հայտնաբերվել է այս կամ այն երկրում հետախուզվող որևէ մեկը, դա փաստորեն իրական է։ Դա իրական է։ Ձեր թիմի աշխատանքի արդյունք։ Այո, հայտնաբերումներ շատ են լինում։ Դրանք կարող են լինել թե Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, թե օտարերկրյա քաղաքացիներ, գիտեք, հանցավորությունը սահմաններ չի ճանաչում, ազգություն, քաղաքացիություն չի ճանաչում, հետեւաբար ցանկացած պահի կարող են լինել հայտնաբերումներ, բայց ես կուզեմ նշել մի կարևոր բան, որ Ինտերպոլը լինելով քրեական ոստիկանության միջազգային կազմակերպություն չի զբաղվում ռասայական, կրոնական, զինվորական եւ քաղաքական հարցերով։ Հետեւաբար սա Ինտերպոլի կանոնադրության 3-րդ հոդվածն է, որը պարտադիր կատարման է կազմակերպության անդամ բոլոր երկրների համար եւ եթե որևէ հարցում այս շրջանակներում է, ապա կազմակերպության անդամ երկրներին արգելվում է զբաղվել այդ հարցերով։ Մենք ունենք նաև մեկնաբանություն Facebook-ում, Արմեն Գրիգորյանը, մեր օգտատերերից եւ ռադիոլսողներից, այսպես կես կատակ, կես լուրջ հարց է գրել. Բարի լույս, շնորհավորում եմ մեր հյուրին ոստիկանության օրվա առթիվ, իսկ ճիշտ է, որ կանայք ընտրում են ոստիկանության մասնագիտությունը, որպեսզի լուծեն ամեն առավոտյան ինչ հագնել այսօր հարցը։ Ես հասկացա հարցի իմաստը, քանի որ հագուստ գրելը, այո, հագուստ գրելը կարևոր է կանանց համար եւ երբ որ գրում ես համազգեստ, այլևս ընտրություն չունես։ Կարող ես ընտրել տոնական համազգեստ եւ առօրյա համազգեստ միջև, օրինակ այսօր ես տոնական համազգեստով եմ, սպիտակ վերնաշապիկով, այո, կրծքանշաններով, քանի որ տոնորի ոստիկանության օրը սա իրականում պարտադիր եւ հաճելի է գրել այս համազգեստը, բայց չեմ կարծում, որ միգուցե կան կանայք, ովքեր փորձում են դրանով լուծել նաեւ, այո, ինչ գրել ամեն օր ինչ գրել հարցը, բայց ասեմ, որ դա էլ վատ չէ, երբ որ լինում ես համազգեստով, չունես ընտրության տարբերակ։ Իսկ կարոտում եք առօրյա հագուստը։ Դե գիտեք, առօրյա հագուստը կարոտել, մենք իհարկե ծառայության ենք լինում, բայց ծառայությունից հետո էլ ենք ապրում եւ հետեւաբար ծառայությունից հետո, այո, ծառայությունից հետո կրում ենք մեր ամենօրյա համազգեստ, մեր ամենօրյա հագուստները եւ երբեմն նույնիսկ համազգեստին կարող ենք կարոտել։ Օրինակ արձակուրդի ընթացքում, այո, կարող ենք կարոտել համազգեստին։ Այսպես որ մենք կարոտում ենք օրինակ եթերում լինելը, չէ՞։ Ականջակալները եւ բարձրախոսները շատ հաճախ, իսկ տան անդամների մոտ դիսոնանս չի առաջանում, որ ձեզ միշտ տեսնում են համազգեստով, մեկ էլ երեկոյան օրինակ, չգիտեմ, գազոջախի մոտ, արդեն առօրյա հագուստով։ Չեմ կարծում, որովհետեւ իմ երեխաները երբ այսպես ասած աչքերը բացել են, իրենք տեսել են, որ մայրը կարող է լինել համազգեստով, ավելին ասեմ, ամուսինս եւս ոստիկանության ծառայող է եւ երեխաների ընտանիքի անդամների համար սովորական է, այո, սովորական է տանը տեսնել թե կին, թե տղամարդ ոստիկանի, մայրիկի եւ հայրիկի Արդեն փոքրուց տեսնում են, սովոր են եւ գիտեք ինչն է կարեւոր, որ երեխաները նույնիսկ հպարտանում են դրանով։ Ինձ համար շատ կարեւոր է, որ իմ երեխաները եւ իմ գործընկերների երեխաներն էլ մենք երբեմն զրուցում ենք, նշում են, որ հպարտանում են ընկերների մոտ եւ պարտադիր նշում են, որ իրենց ծնողները ոստիկանության ծառայող են, որը պարտանալու ունեն, այո, առիթ է։ Եվ վերադառնալով օրվա խորհրդին, ինչ է այսօր սպասվում ձեզ տոնական օրը, ինչպես է ընթանալու։ Արդեն նշեցի, որ առավոտյան պարտադիր աշխատել ենք, ծառայության ենք ներկայացել։ Այսօր հանդիսավոր նիստ է նախատեսված ոստիկանության ծառայողների համար, հանդիսավոր նիստի ընթացքում կլինեն շնորհավորանքներ, կլինեն
պատվոգրերի, մեդալների, խրախուսանքների հանձնումներ ոստիկանության ծառայողներին, ովքեր տարվա ընթացքում աչքի են ընկել ծառայության ընթացքում իրենց կատարած աշխատանքով, բարեխիղճ աշխատանքով, իհարկե ես չեմ ուզում մյուսներին առանձնացնել, որովհետև բոլորն էլ բարեխիղճ աշխատում են, ամեն դեպքում լինում են ծառայողներ, ովքեր որևէ գործառույթ, կարողանում են շատ ավելի լավ կատարել եւ այս ոստիկանության օրը հնարավորություն է տալիս նրանց շնորհակալություն հայտնել, երախտագիտություն հայտնել այդ խրախուսանքները ներկայացնելով։ Կարևոր է ոստիկանության աշխատակցի համար նկատի ունեմ մոտիվացվում են, որ օրինակ հաջորդ տարվա ընթացքում ավելի լավ աշխատեն, որ իրենք էլ արժանանան այդ պարգևատրմանը։ Այո, իհարկե, ես գիտեք ասեմ, որ միայն շնորհավորանքները չէ, նույնիսկ երբ ես ղեկավար չէի, նույնիսկ ղեկավարի ասած ամեն մի խոսքը շատ կարևոր էր։ Ես քանի որ դա գնահատել եմ, ես ինքս էլ ներկայումս ցանկացած աշխատակցի կողմից արված աշխատանքը կարծում եմ, որ պետք է գնահատվի, նույնիսկ բառերով, պարտադիր չի դա լինի որևէ կրծքանշան, խրախուսանք, պարզապես բառերը եւս խրախուսում են եւ մոտիվացնում են աշխատակիցներին։ Մի բան էլ կուզեի ավելացնել, գիտեք, երևի շատ են խոսվում, որ ներկայումս ատեստավորում են ոստիկանության ծառայողները, սա եւս ինչ որտեղ մոտիվացնող է ոստիկանության ծառայողների համար, որովհետեւ բոլորը փորձում են անցնել այդ փուլերը, որը իրենց կտա սոցիալական լավ երաշխիքներ եւ ինչու՞ չէ նաեւ իրենց կատարած աշխատանքի գնահատականն է։ Հրաշալի է։ Շատ բարի, եւս մեկ անգամ շնորհավորում ենք ձեզ բոլոր ոստիկաններին, ձեզ այսօր իսկապես տոնական օրվա շարունակություն ենք մաղթում եւ ինչպես ժողովուրդն է ասում, անփորձանք։ Եվ շատ շնորհակալ ենք ձեր կատարած աշխատանքի համար։ Բարի ծառայություն ենք մաղթում։ Անգամ եւս շնորհակալ եմ, շնորհակալություն նաեւ ձեզ, որ ներկայացնում եք մեր աշխատանքը։ Սիրով։ Հիշեցնենք, որ մեր տաղավարում Հայաստանում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի պետ, ոստիկանության գնդապետ Նարինե Հակոբյանն էր։ Մենք շարժվում ենք առաջ, մինչև կճանապարհենք մեր հյուրին, կլուսանկարվենք միասին, լսենք հերթական երգը եւ րոպեներ անց վերադառնանք։
Սուրճ ու սեր առավոտից։ 10:44 եւս մեկ անգամ ասում ենք բարի լույս բոլոր նրանց, ովքեր նոր են մեզ միացել։ Մեր եթերաժամի վերջին րոպեներն են, բայց հետաքրքիր լուրեր ու նորություններ դեռ ունենք առջևում, այնպես որ մնացեք մեզ հետ։ Իդեպ հեռախոսազանգերը դեռ ընդունում ենք 553702։ Եվ այսօր իհարկե ոստիկանության աշխատակիցների օրն է, բայց նաև հիշում ենք, որ հայ կինոյի օրն է, եւ հետաքրքիր լուր կա։ Թուրքիայում հեռարձակվող առաջին հայերեն թուրքերեն հեռուստաալիքը Լույս TV-ն X-ի միկրոբլոգում տեղեկացրել է, որ շուտով եթեր կհեռարձակվի 4 չարաճճիները սերիալը, իսկ դա կլինի Թուրքիայում հեռարձակվող առաջին հայկական սերիալը։ Այն կհեռարձակվի հայերեն հնչողությամբ եւ թուրքերեն ենթագրերով։ Լույս TV-ն հիմնադրել է պոլսահայ լրագրող Արամ Քուրանը։ Այն սկսել է եթեր հեռարձակվել 2019 թվականից եւ հաղորդումների 70%-ն արևմտահայերեն է, իսկ 30%-ը միայն թուրքերեն։ Իդեպ հաճախ չէ, մենք որպես հեռուստադիտող ֆիլմը դիտարկում ենք որպես ժամանցի միջոց, բայց պետությունները ունեն հստակ քաղաքականություն, հատկապես պատմական սերիալների միջոցով փորձում են շատ ու շատ բաներ հասցնել միջազգային լսարանին, եւ իսկապես կինոն մեծ գործիք է, եւ պատահաբար չէ, որ աշխարհի զարգացած պետությունները հսկայական գումարներ են ներդնում կինեմատոգրաֆի զարգացման գործում։ Մենք ունենք հեռախոսազանգ։ Բարի լույս։ Բարև ձեզ, ում հետ ենք խոսում։ Սարգիսի հետ եք խոսում, Մարինե։ Շատ ուրախ ենք, պարոն Սարգիս։ Ինչպես եք սկսել ձեր օրը, դուք ասեք։ Ոչինչ, առօրյավ։ Արդեն լավ։ Քանի որ այսօր որ ես ուզում եմ հատկապես շեշտել մեր դերասանների օրնա, չէ, կինոյի։ Հայ կինոյի օրն։ Այո, կարող ենք նաև այդպես ստեղծել։ Հատուկ դրա համար զանգահարել եմ, որը որ ուզում շնորհավորեմ մեր մեծերին, որոնք այսօր մեծ չեն, բայց իրանք մեծ լեգենդներ են եղել ու շատ ոնց որ ասած մեր կյանքում լավ բաներ են թողել։ Եվ որ նրանց սիրում հարգում գնահատում են, գնաց գործն է միշտ եղել ասպար։ Մենք միանում ենք։ Ես ավելացնել գիտեք ինչ, որ մեր մեծերից մեկը Ֆրունզիկը չէ, որ կա, մենք է մեր սարերը, զինվորն ու փիղը, Կովկասի գերուին, տերն ու ծառան։ Նաև մենք եմ սարի միշկավանը մեր շերենցը լեգենդ։ Հիշեք։ Իհարկե, հիշում ենք։ Եվ բոլորին ես ուզում եմ ասում փառք ու պատիվ, այսօր որով նրանք մեզ չեն, բայց նրանց սիրենք ու հարգենք, գնահատենք, միշտ հիշող լինենք եւ փոխանցենք մեր սերունդներին, որ այսպիսի մեծեր ենք ունեցել մեր կինոներում, նաև թատրոններում։ Թատրոնում էլ կան շատ լավ դերասաններ, որոնք որ գիտեք, որ ամեն մի թատրոնի կամ կինոյի, ասենք, մեջ, ասենք, անես խոսքեր, որ մարգարիտներ լինեն, ուսուցողական, որը որ պետք է մենք օգտագործենք մեր մարգային կյանքում։ Այո, որոնք չունեն վաղեմության ժամկետ։ Այո, եւ ինչքան դիտենք, նոր բաներ ենք բացահայտում։ Պետք է հիշի։ Շնորհակալ ենք շատ։ Շնորհակալություն, փառք ու պատիվ մեր մեծ դերասաններին։ Մենք ենք շնորհակալ, միանում ենք մեր ռադիոլսող իդեպ նշեց այն ֆիլմերը, որոնց մասին այսօր չէինք խոսել, հետաքրքիր էր, այնքան շատ են, այնքան լավն են մեր հին հայկական ֆիլմերը, որ անդադար կարելի է դրանք դիտել, դրանց մասին խոսել, եւ քանի խոսում ենք ֆիլմերից, ասենք որ Հարի Փոթերի երկրպագուների համար վերջապես կա մի կարևոր նորություն, քանի որ HBO-ն հրապարակել է սերիալի դերասանական կազմի մի մասը, ովքեր այս ֆիլմի երկրպագու են, գիտեն, որ ամերիկյան այս կաբելային հեռուստացանցը պատրաստվում է նկարահանել սերիալ եւ արդեն դերասանների մի մասի անունները հայտնել են, մանկահասակ հրաշագործ Հարի Փոթերի մասին սերիալ է լինելու եւ ԶԼՄ-ներում ամիսներ տևաչահարկումներից հետո HBO-ն վերջնականապես խախտել է լռությունը եւ հայտնել հիմա մի քանի բարդ անուններ եմ ասելու, Լուսինեն կասեր լեզվի վարժությունը, հայտնել են, որ Հովգարդսի տնօրեն պրոֆեսոր Ալբուս Դամբլդորին մարմնավորելու է Ջոն Լիթկոուն, պրոֆեսոր Մինևրա Մակգոնագալին Ջանետ Միթքրը, պրոֆեսոր Սևերուս Սնեյփին Սևամոր դերասան Պապա Էսեյդուն, Ռուբիոս Հագրիդին Նիկ Ֆրոստը։ Առավոտյան վարժանքան։ Իսկ ահա գլխավորը, թե ովքեր են մարմնավորելու Հարին, Ռոնին, Հերմոնիային կներեք եւ Դրակոին, այս առանցքային կերպարների վերաբերյալ HBO-ն բնականաբար դեռ լռություն է պահում է, բայց ես երևի թե այն եզակի մարդկանցից եմ, ով չի դիտել Հարի Փոթերը եւ ընդհանրապես տպավորված չէ, չգիտեմ, ինձ երբեք չի գրավել ոչ մի բան կապված այդ ֆիլմի եւ առհասարակ պատմության հետ։ Հուսանք մեզ Հարի Փոթերի երկրպագու ռադիոլսողները հենց հիմա չանջատեցին։ Նրանք շատ են Նրանք մենք
չենք վիճարկում այս ֆիլմի կարևորությունը, հաջողությունը, ուղղակի մեր սրտով չէ այն, բայց բնականաբար հետևում ենք նորություններին եւ պատկերացնում ենք, թե երկրպագուների համար ինչ մեծ իրադարձություն է այսքան տարվա դադարից հետո կրկին անդրադառնալ այս սիրելի ֆիլմին։ Եվ հետևում ենք նորություններին ոչ միայն ֆիլմերի հետ կապված, այլև սպորտի։ Եվ այսպես ծանրաբարտի Եվրոպայի առաջնություն այսօր ունենք մեկ մասնակից։ Մոլդովայում շարունակվում է ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը եւ այսօր ելույթ կունենա Եվրոպայի կրկնակի ոսկե մեդալակիր Գոր Սահակյանը, հայտնում է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։ Մեր ծանրորդը կմրցի 73 կիլոգրամ քաշային կարգում։ Այդ քաշային ծանրորդների ելույթները կմեկնարկեն ժամը 17-ին, կարող եք դիտել առաջին ալիքով։ Եվ անցնենք սպորտին, նշենք, որ Հայաստանի գավաթի հետ կապված խաղարկության կիսաեզրափակիչ առաջին փուլում Արարատ Արմենիան Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում հյուրընկալվել էր Փյունիկի կողմից եւ 2 անպատասխան գնդակ ուղարկել մրցակցի դարպաս։ Թիմերի միջև պատասխան հանդիպումը կկայանա ապրիլի 20-ին, դիմակայության հաղթողը գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցի Նոա Վան Զույգի հաղթողի հետ։ Շարունակելով ֆուտբոլային թեման, UEFA-ի Չեմպիոնների լիգան այս շաբաթ կվերադառնա քառորդ եզրափակչի պատասխան հանդիպումներով։ Այսօր ժամը 23-ին կարող եք դիտել Ռեալ Արսենալ խաղը։ Առաջին հանդիպումը 0-3 հաշվով էր ավարտվել եւ նույն ժամին Ինտեր Բավարիայի հանդիպումն է։ Առաջին հանդիպումը 2-1 հաշվով էր ավարտվել։ Խոսենք մեր սիրելի ֆուտբոլիստից Հենրիխ Մխիթարյանից, որը նշել է, որ հնարավոր է ավարտի կարիերան։ Նա Ֆուտբոլ Իտալիային տված հարցազրույցում ասել է, ես իսկապես երջանիկ եմ նրանով, ինչին հասել եմ ֆուտբոլային կարիերայի այս փուլում։ Հնարավոր է, որ դա այլևս չկրկնվի, հնարավոր է, որ մրցաշրջանի ավարտին ավարտեմ կարիերաս, բայց հենց հիմա ես պարզապես շատ ուրախ եմ այս ակումբում խաղալու եւ այն ամենի համար, ինչին մենք փորձում ենք հասնել։ Մխիթարյանի խոսքով 3-4 օրը մեկ խաղալը ավելի հաճելի է, քան շաբաթը մեկ անգամ խաղալը, թեև նա այս ֆուտբոլային արդեն հասուն տարիք է, չէ, համարվում, ֆուտբոլիստը շարունակում է եւ մեզ շարունակում է իսկապես հպարտության առիթներ տալ։ Եվ կարևորը մարզական տոնուսի մեջ է մնում։ Այո, նա նաեւ նշել է, որ բոլոր մրցումներին մասնակցել է մեծ մոտիվացիա է տալիս շարունակելու, մենք յուրաքանչյուր խաղին մոտենում ենք այնպես, կարծես դա մեր վերջին խաղն է։ Չեմպիոնների լիգայի 2024-25 թվականների խաղարկության քառորդ եզրափակչի պատասխան խաղում Դորտմունդի Բորուսիան կարողացավ ռևանշի հասնել կատալոնական Բարսելոնայի նկատմամբ, մրցակցին հաղթելով 3-1 հաշվով, սակայն երկու խաղերում գրանցված արդյունքով հաջորդ փուլ դուրս եկան Հանսի Ֆլիկի գլխավորած թիմի ֆուտբոլիստները 5-3։ Մեղուների հարձակվող Սերու Գիրասին էլ դարձավ ընթացիկ մրցաշրջանի ռմբարկուն 13 գոլով, շրջանցելով Ռոբերտ Լևանդովսկուն, Ռաֆինյային եւ Էրլինգ Հալանդին։ Ահա, ֆուտբոլային աշխարհում բավականին շատ են նորությունները։ Եվ փաստորեն Բարսելոնան դուրս է եկել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ։ Մենք շնորհավորում ենք Բարսելոնայի բոլոր երկրպագուներին եւ նաեւ մեկ այլ նորություն է, Սալահն արժանի է ոսկե գնդակը նվաճելուն, ահա այսպիսի հայտարարություն է հնչել Լիվերպուլի նախկին գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը խոսել է կարմիրների հարձակվող Մոհամեդ Սալահի մասին, նախորդ շաբաթ եգիպտոսցին երկարաձգեց պայմանագիրը Լիվերպուլի հետ մինչև 2027 թվականի համար եւ Բենիտեսի խոսքերը մեջբերելով Մարկան նշել է այս բարբերականը, երբ խաղացողը հոգետանում իր մասին եւ շարունակում է հանդես գալ այս մակարդակով, տարիքը նշանակություն չունի։ Իհարկե Սալահն արժանի է նվաճելու ոսկե գնդակը, ինչու ոչ։ Այո, ինչու ոչ։ Բոլորն են արժանի, բոլոր այն մարդիկ, ովքեր լավ են աշխատում, ջանք ու եռանդ չեն խնայում, որ իրենց մասնագիտության մեջ դառնան արժանի, դա շատ կարեւոր է եւ շատ մոտիվացնում է յուրաքանչյուրին։ Այո, եւ վերադառնալով օրվա խորհրդին եւս մեկ անգամ եթերաժամի ավարտին արդեն ծափերն էլ եկան, շնորհավորում ենք բոլոր ոստիկաններին, ոստիկանության աշխատակիցներին, իսկապես դուք ընտրել եք շատ բարդ, պատասխանատու մասնագիտություն, քանի որ ձեր աշխատանքից եւ ծառայության որակից կախված է նաեւ մեր քաղաքացիների եւ հասարակության կյանքն ու բարեկեցությունը։ Հարգելի քաղաքացիներ, եկեք այսօր յուրաքանչյուրս գոնե մեկ անգամ ոստիկանության աշխատակիցներին հանդիպելիս նրանց շնորհավորենք եւ բարի ծառայություն մաղթենք, կարծում եմ, որ մեկս մյուսին մի քիչ ժպիտ պարգևելով, մի քիչ ավելի լավը կդարձնենք մեր օրը եւ մեկս մյուսի հանդեպ դրական էներգիայով եւ ջերմությամբ լի կշարունակենք մեր օրը։ Եվս մեկ անգամ շնորհավորում ենք եւ շնորհակալ ենք ձեր կատարած ծառայության համար։ Մենք եթերում կլինենք վաղը 9:30-ից սուրճ ու սեր առավոտից ռադիո նախագիծը յուրաքանչյուր աշխատանքային օր փորձում է ձեզ լավ տրամադրություն հաղորդել, այնպես որ մեր մշտական ռադիո լսողները գիտեն 9:30 յուրաքանչյուր
օր հանրային ռադիոյի եթերում։ Ձեզ մաղթում ենք օրվա լավ շարունակություն եւ բարձր տրամադրություն, տաղավարում աշխատեցին Մարինա Գրեգը եւ Սևակ Հակոբյանը եւ մեր գործընկերներն, ովքեր ապակուց այն կողմ ապահովում են մեր ուղիղ եթերը։ Ձեզ լավ օր։ Զինչ տամ լողովրճուն զոմա զոմա է Զիմ լաչիկ տամ լողովրճուն կոմա կոմա է Զինչ տամ լողովրճուն զոմա զոմա է Զիմ լաչիկ տամ լողովրճուն կոմա կոմա է Զինչ տամ լողովրճուն Սուրճ ու սեր առավոտից։